Լավագույնը նրա փառքի համար։ Օսվալդ Չեմբերս։ Օր փետրվարի 6։ Պատրաստ եք զոհաբերվել, որովհետև ես արդեն նվիրվում եմ։ Երկրորդ Տիմոթեոս 4:6 խոսք։ Պատրաստ եք զոհաբերվել։ Սա ձեր կամքի գործողությունն է, ոչ թե զգացմունքի։ Ասացեք Աստծուն, որ դուք պատրաստ եք զոհաբերվել նրա համար, այնուհետև ընդունեք ձեր որոշման հետևանքները, քանի որ դրանք գալու են, և չտրտնջաք այն մասին, թե ինչ է Աստված ուղարկելու ձեր ճանապարհին։ Ճգնաժամում, որի միջով Աստված կառաջնորդի ձեզ, դուք մենակ կլինեք, և ոչ մի մարդ չի կարող օգնել ձեզ։ Արտաքին տեսանկյունից կարող է թվալ, թե ձեր կյանքն ընթանում է նույն կերպ, բայց ձեր կամքը փոխվում է։ Երբ համտեսեք ձեր կամքի ճգնաժամը, դուք այլևս չեք մտածի, թե ինչ կլինի ձեզ հետ, երբ ճգնաժամը հարվածի ձեր արտաքինին։ Եթե դուք չխոսեք Աստծո հետ ձեր կամքի մակարդակից, ապա միայն կխրախուսեք ձեր ինքնախղճահարությունը։ Մատաղները կապեցեք չվաններով մինչև սեղանի եղջյուրները։ Սաղմոս 118:27 խոսք։ Ձեր մեջ պետք է պատրաստակամություն լինի դրվելու զոհասեղանի վրա և անցնելու կրակի միջով։ Պատրաստակամություն ունենալու այն ամենի հանդեպ, ինչ ներկայացնում է զոհասեղանը՝ այրում, սրբացում և զատում մեկ նպատակի համար, հեռացնելու ցանկացած ցանկություն կամ զգացում, որը չի բխում Աստծուց կամ չի մոտեցնում նրան։ Եթե դա դուք չհեռացնեք, ապա դա կանի Աստված։ Մատաղները կապեցեք չվաններով մինչև սեղանի եղջյուրները և զգույշ եղեք, որ երբ կրակը բռնկվի, ինքնախղճահարության մեջ չընկնեք։ Երբ դուք անցնեք այդ կրակի միջով, այն բաները, որոնք խանգարում կամ ճնշում են ձեզ, ոչ այլ ինչ կլինեն, քան մոխիր։ Երբ հաջորդ ճգնաժամը գա, դուք կհասկանաք, որ այն ձեզ այլևս չի վնասի, ինչպես դա եղավ անցյալում։ Կրակի ինչ փորձություններ են դեռ սպասում ձեզ կյանքում։ Ասացեք Աստծուն, որ դուք պատրաստ եք զոհաբերության, և Աստված ձեզ կապացուցի, որ նա այնպիսին է, ինչպիսին դուք միշտ պատկերացրել եք նրան։